Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Հայաստանը շուտով միանալու է Թուրքիային, Ադրբեջանին, Հնդկաստանին, Պակիստանին, Ինդոնեզիային, Թայլանդին, Կամբոջային, Իրանին, Եգիպտոսին, Քենիային, Նիգերիային, Չիլիին, Կոլումբիային, Էկվադորին, Նեպալին, Լիբանանին եւ Ռուսաստանին, որտեղ պարտադիր է ԻՄԵ-ի կոդերի գրանցումը, ինչպես տեսակ ցանկում բոլորը ոչ ժողովրդավար պետություններ են Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա խնդրահարույց չի, որովհետև ոլորտի փորձագետները նշում են, որ սրանով մարդկանց անձնական տվյալներն է նույնականացվելու, թե որտեղ են գտնվում, ինչ հեռախոս են օգտագործում, ինչ համար են օգտագործում, սա է դուք նոր հեգնանքով եք նշում, որ բռնապետություն է, բայց ըստ էության, եթե սրան են գնում, ըստ փորձագետների, սա բռնապետության դեպի բռնապետություն գնացող լավ օրինակ է եւ դատական ոլորտի հետ կապված վարչապետ Երվան Խունդկարյանը կարծեք թե ամենալավ օրինակն է թե ինչպիսի վետինգ իրականացրեցիք, որովհետեւ դուք հայտարարեցիք, որ այն դատավորները, որոնց պատճառով մի այդ վճիռներ են ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվել, պետք է հեռանան կամ հեռացվեն, ձեր այդ հայտարարությունից հետո պարոն Խունդկարյանը նշանակվեց սահմանադրական դատանի դատավոր, ընդ որում ձեր քաղաքական ուժի խմբակցության կողմ քվեներով, սա ինչպես կմեկնաբանեք, սա է ձեր արած վետինգը։ Ուրեմն Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն եւ պարզավոր այդ միլիարդները ստացողները հիմա այդ միլիարդների հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբինգ անելու, որ այդ վայ, եսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Մենք այդ հարցում լինելու ենք հրապարակային եւ թափանցիկ։ Եվ եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները ձեր ասածի համատեքստում չենք հավաքելու եւ չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, բայց մենք ակնկալում ենք նաեւ որ փորձագիտական հանրությունը, այդ թվում լրագրողները մեզ ասեն, թե ստվերային շուկայի դեմ ինչպես է պետք պայքարել։ Եվ ընդ որում մաքսային մասով չգրպանով մարդիկ բերում են, գրպանով մարդիկ բերում են։ Հենց սահմանափակում չկա։ Գրպանով մարդիկ գնում են, գալիս են, բերում են, գնում են, գալիս են, բերում են։ Հիմա մարդկանց բոլոր գրպանները հաթած ստուգենք, պետք է ասեք, բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում։ Դուք չգիտեք ոնց է դա տեղի ունենում։ Ինչքան կարելի է ձևացնել, թե մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Գնանք փակենք խանութները, փակում ենք, ասում ենք, բաներին, քաղաքական հակառակորդներին հետապնդում են։ Բայց ստվեր է։ Երկիրը եկամուտներից զրկվում է, թոշակառուն թոշակից է զրկվում, երեխան դպրոցից է զրկվում, մանկապարտեզից է զրկվում, համայնքը ճանապարհից է զրկվում, լուսավորությունից է զրկվում, բայց հարցերին պետք է անդրադառնալ, թե չպետք է անդրադառնալ։ Շատ լավը չի, այդ համակարգը ալտերնատիվը տվեք, ալտերնատիվը տվեք։ Բոլորն ասում են, բանա, մաքսայինը թող վերահսկի։ Մաքսայինում աշխատավարձեր ենք բարձրացնում, որ հակակոռուպցիոն ասում են, վայ, մաքսայինի աշխատավարձերը բարձրացրին։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Կամ այնտեղ որտեղ մարդու գործոնի վրա է թողնվում, միշտ էլ գտնվելու է մարդ։ Միշտ էլ գտնվելու է մարդ։ Այդ այսինքն ակնհայտ չի դա։ Պետք է համակարգեր գործեն, որոնք երաշխավոր են դա։ Ես ասում եմ, եթե թող լայնորեն քննարկվի, բաց թող քննարկվի, եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք չենք անի այդ։ Բայց հարցին պետք է պատասխանենք, այդ ոնց շուկայի վերահսկողությունը ոնց պետք է անենք։ Եվ բազմաթիվ եվրոպական երկրներում նմանատիպ համակարգեր են գործում։ Եվ ելի եմ ասում են երկիրը, որ ուզենա ինչ որ տվյալ հավաքի եւ այլն, պետությունը միշտ եթե ուզենա կարող է գտնել լծակներ։ Եթե ուզենա կարող է այնպես անել, սկի դրա մասին չկռահենեն։ Խոսքը դրա մասին չի, միլիարդներից ստվերային ապօրինի շրջանառությունն է տեղի ունենում։ Ձեզնից են գողանում, բոլորից են գողանում, քաղաքացիներից են գողանում։ Այս խնդրի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է դատական համակարգին, այսպես թե այնպես դատավորները անձեռնմխելի են, թե եւ Ցկյանս պաշտոնավարում են։ Այսինքն անկախ նրանից որտեղ են պաշտոնավարում են։ Շնտրվել կրներ վճռաբեկ պալատի նախագահ, այսինքն ինչ։ Այսինքն ինչ եք մի անձի վրա կենտրոնանում։ Լավ եք անում։ Ես էլ եմ ասում օրինակով, շատ լավ համադրական դատարանի անդամ չի,
Վճռաբեկ դատարանի նախագահ։ Okay։ Լուծվեց մեր։ Բա ինչի՞ն է։ Ինչի, ասենք մենք մի քանի անուններ ենք տենց դրել, բան, հրապարակ ու անընդհատ իրենց թիրախավորում ենք։ Այն որ բազմաթիվ նախկին պաշտոնյաների որ զավակներ, փեսաներ, հարսներ եւ այլն դատավորեն, այդ չենք, նրանց անունը ոչ մեկ չգիտի։ Որովհետեւ ոչ լրատվամիջոցներն են նրանց անունները տալիս, ոչ մեկ նրանց անունը չի տալիս։ Իսկ նրանց համար իրանք տեղ չեն, այսինքն մի քանի լրատվամիջոցները, այդ թվում լոբինգներով ինչ որ մարդկանց, ինչ որ մի քանի անուններ են դուրս բերել, ու սենց ասում են վայ այս մեկը, վայ այն մեկը։ Այսինքն այդ երկու անունը ու հիմնականում դիպուկ չեն այդ անունները։ 10, հա? Հրապարակենք պետք է ասեք դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրում, չպետք է ասեք։ Հենա նոր ասում եք հրապարակային բան եք տալիս, հրահանգներ եք տալիս։ Հրապարակենք պետք է ասեք մարդկանց թիրախավորում ենք, դատավորները պաշտպանված են։ Չեք ասելու կը բռնապետական ռեժիմ են սահմանում, դատավորներն ուզում են առնել վերահսկողության ներքո։ Բայց դուք գնացեք հետաքրքրվեք, ինչի չեք հետաքրքրվում։ Ում դուստրերն են, ում որդիներն են, ում փեսաներն են, ում հարսներն են։ Ինչի չեք անում։ Բա հետաքրնեք։ Բա այդ եմ ասում, գուցե խնդրահարույց չեն, բա այդ ձեզ համար եւ ոչ միայն ձեզ համար խնդրահարույց չեն։ Պարոն Մակարյան, թույլ տանք մեզ գործընկերների հարցերը։ Լսեք, այդ ո՞նց է դուք գիտեք Աննա Հակոբյանը երբ ո՞նց է ջղայնացել։ Ինչ է ասել։ Ինչ տրամադրությամբ եւ ում է ասել որտեղ, բայց չգիտեք դատավորներից ով բարեկամը։ Խելագարվելու բան։ Հա, գիտեք, դե ուրեմն դուք ասեք ցուցակը ինձ։ Ամեր Նիկոլային դստերը նկատի ունի։ Հարգելի լրագրողներ, երկխոսությունը դադարեցնենք, թույլ տանք, որ լրագրողների հարցերը հնչեն։ Քեզ նկատի ունեմ այս բռնապետական երկրում, որտեղ ձեզ պետք է ինչ-որ բան իմանալ, գիտեք, ամենաբան կառավարության որ սենյակում ինչ խոսացին, ով ինչ ասեց, դա գիտեք, իսկ չգիտեք ով ում հարսն է, ով ում փեսն է։ Գոյակապ։ Հարցը հանրային ռադիո։ Իհարկե կա խնդիր։ Հանրային ռադիո հարցում։ Բայց ուրիշ խնդիր կա, ես ասում եմ 2017 թվականի համեմատ 2025-ին բյուջեի հարկային եկամուտները 135%-ով աճել են։ 135%-ով։ Բայց ինչի հաշվին, բա մենք գայինք, որովհետև ամենտեղ մի հատ լոբինգ կար։ Դրոշմապիտակներն ենք փոխում, էլի ասում էին, վայ, այս ինչ կոռուպցիոն գործարք է, որովհետև իրանք ջեբերինը ցամաքում էր։ Որն է ինչ անում ենք, ԶՊՄԿ-ում, հա։ Դուք կոռուպցիոն գործարք է։ Պետությունը մասնաբաժին է ստացել, ասում են կոռուպցիոն գործարք է։ Որ տանեի աղբորս տայի, ոչ մեկ չէր իմա, ասենք մի հատ Կիպրոսում, մի հատ Պանամայում գրանցելով, ժամանակին ով գիտեր, որ Միշիկինն է կամ էս մեկինն է, կամ այդ ում էր հետաքրքրում։ Մասնավոր ոնց որ Ռոբերտ Քոչարյանը բանում Ռոբերտ Քոչարյանն ու կարծեմ Կարեն Ճշմարիտյանը բանի հաղթանակ զբոսայգում օտարերկրյա ներդրումներ են արել։ Մի հատ էլ բանի, ասենք, մի հատ էլ Ժորժիկի բերել են բանը, երևի միջազգային բոմժ կոստյում գալստուկ էին առել կանգնեցրել, ինքն էլ միջազգային ներդրողներ, սենց կանգ լրագրողներն էլ սենց նկարում էին, այ միջազգային ներդրողը եկել է, ասենք ոնց որ ձեռ առնեք իսկականից։ Ասում են, Նարեկ Բաբայանը աշխատավարձ է ստանում, մարդը աշխատավարձ է ստանում, ասենք իրավունք չունի աշխատավարձ ստանալու։ Ով նախկին տերը, Նարեկ Բաբայանը սեփականատերը, վարձ ու աշխատողը աշխատավարձ է ստանում։ Գալիս եք ասում եք, նախարարը այս ինչ շենքում տուն է առել։ Լսեք, Հայաստանի Հանրապետության 50,000 ընտանիք, ես ասեցի մի անգամ ասեցի, այդ հարցերը փակվեց, մի անգամ ասեցի, հեսա պարզելու ենք լրագրողներից ով է տուն առել, վերջ էլ հարց տվող չեղավ։ Հեսա դուք եք առնեք, ու դա նորմալ է, հեսա դուք եք առնեք, ու դա նորմալ է, որովհետև բանի եկամը կառավարությունը
էականորեն համաֆինանսավորվում է, որ մենք չենք ուզում դուք տուն չառնեք։ Մենք հա չենք փակել։ Չենք փակել Չարենցավանում գործումը, Չարենցավանում հեսա քսարք է, հեսա քսարք։ Շնորհակալություն, լսենք